Փառք Տիրոջը մի փոքր վերականգնողական կենտրոնի վկայություններից պատմեմ, նենց հետաքրքիր է, նոր շենքը նոր սարքում ենք, ամեն ինչը նենց իրա ձեռքը նենց պարզ երևում, նենց հետաքրքիր է տանում, այդ ամեն ինչի մեջ ամենակաջալերողը ոչ թե որ լավ է որ ռեմոնտն է լինում, լավ է որ շենքն է սարքվում, այլ այդ ամեն ինչի մեջ նենց հիանալի որ գիտես ում հետ ես, գիտես ով է առաջնորդում, շոշափելի երևում է, էլի, մի քանի բան եմ ուզում պատմեմ, իմ վկայությունից լսել եք որ ասում եմ մի անգամ որ մի քիչ տկարացել էի, մտածում էի մի հարց լուծեմ, մյուսը Տերը օրը ցույց տվեց որ քո գործը չի հարց լուծելը, քո գործը հավատալն է եւ քո գործը իմ տան մեջ նախաձեռնելն է, մնացած հոգը ես եմ տալելու։ Երբ նախաձեռնեցի ես ամեն ինչը ու սկսեցի շարժվելը, նենց հետաքրքիր է, եթե տղաներից այդտեղ մոտարպես 40 հոգի մարդ են նստած ու լավ է որ 40 հոգի մարդ են նստած, ես հավատում եմ որ եկեղեցին հավատում է, բայց ամենայն դեպս մեկ նենց վկայություն է որ ասում ես լավ կլինի գոնա մինիմումը մի 40 հոգի լինեն, էլի որ հավատան որ իրոք ճշմարտություն են խոսում, էլի ոնց կարելի է մի բան սուտ խոսամ հետո գնամ իրանց ինչ քարոզեմ, էլի չէին ասի այ ախպեր ելել ես բեմից ինչ ես խոսում, դենց բան չի եղել, բայց հիմա ձեզ պատմեմ պատկերացրեք մենք կուխն ու մեբել չունեինք ու մեր եղբայրներից մեկը եկավ ասաց ուզում եմ ես այդ կուխն ու մեբելը ձրի կսարքեմ էլի մինակ մատերիալի գումարը ճարենք մատերիալն էլ հաշվեց կներեք էլի որ սենց գումարային ասեմ 500,000-ից ավել մատերիալի փող հաշվեց ասում եմ դե երևի Աստված կնայի էլի կտեսնի ինչ է անելու էլի ես հավատում եմ որ այդ գումարը կլիներ կսարքեին բայց մի երկու օր է անցնում մի հատ տղա է զանգում Արդասամանից ասում է ես Կոմիտասի վրա մի տուն ունեմ, հա, այս տունը ծախել եմ, այդ տիրոջը ասիսի, որ իշ մի $5,000 ավել տուր վեշերը մեջից չանեմ, վեշերն էլ հետը կթողնեմ քեզի, ասում է որ չտվեց, ես էլ որոշել եմ, ձեզի 10,000 դրամ գցեմ, գնացեք տարեք վառեք, պատկերացու ոչ թե բարի սրտից է տալիս, այլ պրոստոր ես մարդուն վատություն անի, հասկանում եք, տվել էր էլ տայր էլի, բայց ասում է գնացեք տարեք, գնում ենք, ես մեբել նոր տեսնում եմ, բառնում ենք, հետը մի հատ էլ սեսպես դի փոքր բան կա, էլի, որ սենք ով որ մեր կենտրոնի բեղնի ցույց տամ կզարմանաք, էլի, մենք էլ արդեն երկաթից կարկասը սարքել ենք, էլի, մեզ մեբելը քանդում բերում ենք, սաղ լսում են, էլի, հա դնում ենք սաղ իրա չափով վերջում այդ փոքրն էլ դնում ենք ու խալաջենիկի այդ հավասար պրծնում են նայում ես ասում ես Աստված ջան այ քեզ հաշվարկ էլի մի եղբայր էլ ուրեմն մետլախ էր մեզ օրտնե մոտավորապես մի դրանից 5 ամիս առաջ 6 ամիս առաջ այդ լախի գույնն էլ կարիճնիվի է մեբելի գույնն էլ է կարիճնիվի էլի կարած չէ ուրիշ գույն լիներ հետնել մետլախը վերջի մետլախը խփում ենք մեր կուխնուց վերջանում է ու չկա էլ մի հատիկ չկա ոչ է մի հատիկ պակսում է որ մի երրորդն էլ ասեմ իսկական եմ ասում նորից դրա համար է ասում լավ է որ 40 հոգի մարդ կան էլի հետո ես իրանց պետք է քարոզեմ ոնց կասեն կհավատան եթե մի բան ես սուտ խոսեմ էլի հələ պատկերացրեք մի ախպեր էլ մեզից հետունի տարածքից տրատուարնի պլիտկեկը ինչ են ասում հայերեն էլի քարեր են նվեր տալիս որ հա հայատը պետք է շարեն վերջի քարով էլ ընդեղ է բրծնում ուսախ հայատը սարկվում է նայում ես ասում ես Տեր ջան ինչ պրոստը էսի կարող է մեր գոր պատմես սովորական դառնա բայց էսի հրաշների հրաշն է գիտես ու ես ամենի մեջ ամենահրաշն որ ինքը այդ տան մեջ գործում է ոչ թե որ լավ է որ քարերն եղան լավ է որ այդ մեբելն սրանք սաղ մնալու են մենք գնալու ենք կամ էլ հետ չգիտես էլ ոչ մի բան էլ մնայուն չէ վեր հարցն է որ ինչ լավ է որ մենք իրա հետ ենք գիտեք մի քանի բան էլ կարող է տեղից տեղ լինի ամենայն դեպս Աստված գիտե ամենն իրա միտքը կառնի այս վերջում մի տղա էր եկել մեր մոտ ինձի համար Սուրբ Հոգու գործունեությունը երբ որ ինքն է մարդու հետ խոսում թեկուզ ես կարող է եւ օգտագործվում եմ այդ վիճակի մեջ բայց ես էլ դաս եմ խաղում էլի ու այստեղ են նենց հետաքրքիր մի բան է ասում է եկել եմ լսել եմ մեր տղերքից եկեք քո հետ խոսացել են հա գնացել է արդեն եղավ համարյա 2 ամիս չի սրսկվում էլի եկել եմ իրար հետ խոսանք գնամ ես էլ էլի չսրսկվեմ կարևորը ասում է ես այդ դեղից բրձնեմ ասում եմ այ ախպեր ջան ես դրանով չեմ զբաղվում ես վանգան եմ ով եմ եկել ես
աղոթեմ գնաս չսրսկվես, вообще դրա հետ գործ չունեմ, լավ չի անում, որ չի սրսկվում, որ դուսնե ու ասու հետ գործ չունի, ավելի լավ է սրսկվեր, թե չէ տենց ում է պետք էլի հասկանում ես, գոնա այդ կեղդը, այդ չարը ինքը կարա բարուն գործակից եղնի, մարդու ծուլը ծանգ է, ծալ է, բերեմի վիճակի, որ ինքը կարիքավոր դառնա ու իր կարիքը թող Քրիստոս դառնա, հասկանում ես, այս սաղ ամեն ինչը ու ասում եմ, լսի, ես չեմ էլ զբաղվում նրանով, որ մարդը պետք է վերականգնվի։ Ես տեսել եմ Աստվածաշնչի մեջ 10 բորոդից 10-ն էլ վերականգնվեցին։ Մինակ մեկը հետ եկավ։ Չեմ ասում, որ հրաշքը ուժ ու զորություն կարողություն չունի մարդուն Տիրոջը բերելու։ Հենց Աստված էլ խոսքի մեջ Հովհաննեսի մեջ ասում է. «Пока не увидите знамения и чудеса, вы не будете верующими»։ Ես հրաշքներին դեմ բան չեմ խոսում։ Ես պրոստ ուզում եմ ասեմ, ես չեմ իմ նպատակը սա ինչի որ մենք հրաշք տեսնենք։ Իմ նպատակը սա ինչի որ մարդը չսրսկվի։ Ես գիտեմ այն մեկ ով որի մեջ բնակվում է ինքը նպատակ ունի մարդուն Քրիստոսին հասցնելու, երկինք տանելու, հավիտենություն նվիրելու։ Դրա համար մենք ոչ թե վերականգնվելու ենք եկել, այլ հարաբերությունները Տիրոջ հետ վերականգնելու։ Այս տղային հարց եմ տալիս, ասում եմ, աղբերս, քանի տարի ես սրսկվում, ասում է 12 տարի։ Ասում եմ, հիմի դու պատրաստ ես այդ 12 տարի ինչ որ քանդել ես տրեզվի աչքերով նայես։ Դու կգեժվես, քեզ տաս մոստից քեզի կգցես։ Հələ լավ է որ թմրած ես, չես հասկանում ինչ ես արել։ Հիմի մի քիչ քելքդ գլուխ դեգավ, եթե դու չունենաս այն մեկին, ես որ առաջի անգամ խելքս գլուխս էր եկել, տրեզվի աչքերով նայեցի, ինչ է ես քանդե։ Լավ է որ Իսայի 41-ով Տերը խոսեց հետս։ Не бойся, ибо я с тобою. Не смущайся, ибо я тебя держу за правую руку։ Գիտես, ես այդ ժամանակ մի աղոթք բերանիցս լսի հավատում եմ էտել էր Տիրոջից որ ինչ ես քանդել եմ իմ պիղծ ձեռքերով, սուրբ ձեռքերով այդ կառույցի Տեր իմ Աստված, սաղ քանդել էի։ Կյանքիս մեջ մի բնակավար չկար որ ես սատանայի վրա չեմ ուզում գցեմ։ Ես գիտեի քանդողնով էր, ես եմ քանդել։ Ու ես ուզում եի որ Տերը այդ իմ ամեն քանդածս իր սուրբ ձեռքերով վերականգներ։ Ու ես նորից եմ ասում, մենք այդ կենտրոնում ոչ թե հավաքվել ենք վերականգնվելու, հա, բժշկվելու, այլ մեր միակ նպատակը իրան գտնելն է, իր հետ ապրելն է, որովհետև այն ինչ որ մենք տեսանք այս աշխարհի վրա, գոնա մեր տեսակներն արդեն հասկանում են որ հնարավորություն չկա այս աշխարհի վրա, եթե չունենաս մի թակավոր քո անձիդ մեջ, որի անունն Հիսուս Քրիստոս է, մեկ է մոլորելու ես, համ հաջողությունները կարա մարդուն գլխապտույտի մեջ գցե, համ անհաջողությունները։ Ու այսօր ունենք մի Աստված, որ մեր հաջողությունների մեջ եւ անհաջողությունների մեջ մեզ բալանսի մեջ է պահում, իր մեջ է պահում, փառք իրան ամեն ինչի համար։ Ուզում եմ մի կարճ խոսքից խոսամ։ Ես գիտեք, մեր կյանքը ուզենք չուզենք անապատներով է անցնելը։ Ժամանակ առ ժամանակ նեղություններ, փորձություններ, որի համար առաջի Պետրոս 4-րդ գլուխ 12 խոսքը ասում է. «Ни чуждайтесь, օտար չհամարենք»։ Եթե մենք Տիրոջը հավատում ու վստահում ենք, եթե լենորերի մեջ հավատում ենք, որ ինքն է որ օրհնությունը, ես նորից եմ ասում, վախենալու է որ լսել եմ մարդու բերանից, որ մտածում են ֆինանսը օրհնություն է։ Փառքն ու փողը օրհնություն չէ։ Փառքն ու փողը ո՞նց կարա օրհնություն լինի։ Օրհնությունը Քրիստոս Հիսուսն է։ Փառքի ու փողի պես կործանող ոչ մեկը չի եղել։ Ամենամեծ կործանումները եղել են փառքի ու փողի երեսից։ Բայց մարդիկ որ ինչ որ մի բանի հասնում են, ասում են փառք այսի օրհնվեցինք, փող տրվեց իրանց այսի օրհնվեց։ Չէ, մեր օրհնությունը միայն Հիսուս Քրիստոսն է։ Միայն ինքն է։ Ինքը հենց մեզի կակրած գալիս է մեր կյանքի մեջ, որ փողը, փառքը, ինչ որ մի ոչ բարձրությունները, ոչ խորությունները մեզ որ չբաժանեն, ուրեմն 100%-ով սա նորմալ է։ Ուրեմն մենք օրհնված ենք, օրհնյալ ենք։ Եթե չէ անիծյալ ենք ու անիծված ենք։ Հա, փառք իրան էս ամեն ինչի համար։ Ու ես որ իմ կյանքիս մեջ հասկացել եմ ամեն իրավիճակի մեջ ամեն օր, ամեն լուսաբացին իր երեսը փնտրեմ, որովհետև որը ինքը ինձ համար ինչ որ պատրաստել է իմ խելքի բանը չի է դորվա առավոտից մտնեմ ու գիշերը նորմալնի դուրս կամ։ Հələ ես այդ օրին պետք է դիմանամ։ Ես այդ օրի մեջ պետք է անցնեմ։ Ու ինչ եմ հասկացել, սաղմոսները այնպես լավ ստրատեգիա են տալիս, այնպես լավ մեր Աստվածաշունչը ինքը խոսքն է Տիրոջ, եւ ինքը
ինստրուկցիան է Տիրոջից մեզ համար, ինքը մեզ օգնում է ապրենք հանգիստ կյանք, երբ որ իր խոսքին համապատասխան ենք ապրում, որն որ լոգիկայից դուրս է։ Լոգիկան ինքը հենց կակրած տրամաբանությունը մարդու թշնամին է հավատքի։ Ես նոր կակրած վրեժի հետ էի խոսում, ասում եմ վրեժ ջան, հենց դու ուզում ես մի բան մտքով էլի որ հասնենք, կդրան թե չենք հասնելու, որովհետև այդ մեր խելքի բանը չի։ Աստված ասել է «Նինայջեյսն արազում սվոյ»։ Մեր հույսը ինքն է, մեր ապավենը ինքն է։ Ու երբ որ նայում եմ ինձի համար Դավիթը ոչ թե հեղինակություն է, որովհետև ինքը տես ինչ լավ տղա էր, մենք մարդիկը սաղել նույնն ենք։ Աստվածաշունչն ասում է «Все знатные вместе взятые легче пустати»։ Այն սաղ մեր գիտեցած այն знатные գիտակները, հեղինակությունները вместе взятые легче пустати։ Ոչ ուժից է, ոչ զորությունից, ոչ կարողությունից, այլ իր հոգուց է։ Այն հաղթանակները, որոնք որ Դավիթը իր կյանքի մեջ արձանագրել է, այդ իր հոգուց է եղել։ Ես տեսնում էի ով էր Դավիթի մեջինը, ու եթե մենք Սուրբ Հոգով մտնենք Աստվածաշնչի մեջ, մենք Հովսեփի մեջ էլ կտեսնենք ով էր, Դավթի մեջ էլ կտեսնենք ով էր, ու մնացած, որոնք որ կներեք կավիճկը հերոս բառն եմ ասելու, հերոսներ էին, դրանց բոլորի մեջ հերոսը մեկն էր իր անունն Հիսուս Քրիստոս է ու փառավորվի իր անունը։ Ամեն։ Ու երբ որ նայում ես Դավիթը ինքը անցածի մեջ ունի գրած ու թողած ընձի ու քեզի համար սաղմոսների մեջ։ Ու վերնագիրը հենց ուզում եմ կարդամ 62-ը ռուսերեն 63 երևի հայերենն է։ Псалом Давида, когда он был в пустыне иудейской։ Այս ոչ թե վերնագիրը, այս մեզի համար պասկազատ էր, որ այս մարդը երբ որ անապադում էր, հա, ինչ էր անում։ Ինձ համար հենց հետաքրքիր էր։ Ես օրինակ նույն 3-րդ Սաղմոսը երբ որ կարդում էի, հա, կամ իշքան որ հիշում եմ 56-ը, ինքը սկսվում է սեն. Псалом Давида, когда он убежал от сына своего Авիսալոմը, հա, ու երբ որ общի պատմությունը գիտենք, թե ինչի համար ինքը փախավ իր տղայից, ես էդի այսօր կիրառում եմ իմ տան մեջ։ Ես այսօր կիրառում եմ իմ ընտանիքի մեջ, վերականգնողական կենտրոնի մեջ, գիտեք, երբ որ ես իրավիճակներ եմ տեսնում, որ դեմ են դուրս եկե Տիրոջը ու ինչ որ միտեղ էլ գիտեք, բաներ է եղել վերականգնողական կենտրոնում, որ մի քանի մեղավոր կպել են իրար ու մի հատ էլ բան են Տիրոջ դան մտած է անելու, որն որ դաժե հետանոսները չէին անի, էլի։ Ու նայում ես այդ վիճակն էլ քեզի համար բացահայտ է, եթե մտնես իմ մարդկային մտքով ու նախանձախնդրությունով, ես կարա խայտարակվեմ։ Որովհետև եթե Աստծո հոգով չանես մի բան, կարող է մտնես ու դադես, մտնես ու կռվես, վիճվես։ Ես շատ լավ գիտեմ, սերը չի գրգռվում, սերը չի բարգանում, բայց իմ էությունս դες լավը չի որ չգրգռվի, չբարգանա։ Ինձ մեկ-մեկ պետք է օգնել Աստծո խոսքով մեծ օգնություն է, երբ որ գրված է Պսալոմ Դավիթը, когда он убежал։ Ինձ սաղկյանքը սովորացրել են չփախնել, մինակ վրա հասնել, իմ Տերս ցույց է տալիս որ զորություն ու կարողություն կա փախնելու մեջ, չխոսելու մեջ։ Ու երբ որ ես տեսնում եմ որ Դավիթը եթե մնար այդ ժամանակ իր տունն էր քանդելու, իր տղային էր սպանելու, ամենալավ որոշումն է, երբ որ տունը կնոջդ հետ կռիվ է սկսվում, ամենալավ որոշումն է, ինձ թվում է փախնելը։ Հա, հասկանում եք, այդ փորձության ամեն մարդ չոր դիմանում է։ Լավ է։ Չնայած իմ կինս փառք ասում, հելոք մարդ է, բայց все-таки վերջի ուզում եմ ասեմ, հենց ստրատեգիա է կիրառելու համար, հավատն առանց գործի մեռած է, այս մեզ ինֆորմացիան տրված է կատարելու համար, ու երբ որ դու էսի չանես, չես հասկանա, Աստված կա թե չկա, Աստծո խոսքի մեջ է Աստված երևում, երբ որ դու իր խոսքը կատարում ես, տեսնում ես, որ այս խոսքի հետևը գերբնական զորություն կա, այն որ ասում են դարավ, ստացվեց, եղավ, գիտեք շատ բաներ Տերն ինձ խորհուրդ է տվել անելու, իմ տրամաբանությունս չի հասկանում, բայց ես հավատում եմ, որ ինքը ճիշտ է, ինքն ինձանից լավ գիտե, ոչ թե ինքը մի բան է ասում, որ ես հստակ գիտեմ, որ իմ ես փոքր ուղեղով ոնց եմ ուզում այդ մեծ Աստծուն հասկանամ, ինձ պետք է հավատալ, ասեմ, սենց ես ասում, ուրեմն սենց անեմ, կարևորը է ռեզուլտատը լավը լինի։ Ու եթե ուզում ենք մենք ռեզուլտատ տեսնենք, իր խոսքի հետ ապրողը չի կարա ռեզուլտատներ չտեսնի, իր ռեզուլտատներն էլ տեսնողը չի կարա, իրան էլ պետք չի որ ապացուցես Աստված կա թե չկա։ Արդեն դու վկա ես դառնում։ Ինքս ինքյան վկա ես դառնում ու վկայում ես որ այո, իրոք ինքը կա, բայց որտեղից հասկացան։ Ես միշտ օրինակը բերում եմ 91 Սաղմոսը, 90 ռուսերենով,
շատ է դուրերս գալիս, սա խոստում է։ Էնել ինչ լավ խոստումներ են, բայց չմոռանանք, որ դեմից պայման է։ Բարձրալի ծածկոցի տակ գտնվողը մեկը իր վրա հուսածողն է այս ամենը տեսնելու։ Մարդիկ բարձրալի ծածկոցի տակ չեն, ու իր վրա հուսածած չեն, ու հետո էլ ասում են պատասխան չկա։ Պատասխանը լինելու է այնտեղ, որտեղ դու Տերն ուզում ես, որ դու կանգնած լինես։ Ես նորից ու նորից ասում եմ, եթե Տերը ինքը պայմանը դրել էր, որ Նեմանը պետք է 7 անգամ սկեր հելներ Իորդանում, ինքը Սևանում քանի անգամ էլ սկեր հելներ, բան չէր փոխվելու։ Ուզում եմ ասեմ, հենց կակրած ճիշտ տեղում գտնվելն է իր խոսքի մեջ գտնվելն է։ Ամեն։ Հիմա էլ ուզում եմ անապատում է Դավիթը ու Псалом Давида, когда он был в пустыне иудейской. Боже, ты Бог мой, тебя от раннего заря ищу я. Тебе жаждет душа моя, по тебе томится плоть моя, в земле пустынной, иссохшей и безводной. Эс վիճակը պուստինը իսոխշեի, էս վիճակը ես ու դու ներքին աշխարհում վերաբրում ենք, բայց ինչ պետք է անենք, ասում է тебе ищу я, если им գործն է, ինչ որ պետք է անեմ, ищите лица Божьего, все остальное приложится, царство Бога ищите, и все приложится, սա Քրիստոսի մասին է, Աստծո երեսնել է Քրիստոս, Աստծո թակավորությունն է Քրիստոս, այն նստեղ է ապրում, Իրան գտեք, ասում է մնացածը կտրվի, ուստեղ ինքն ասում է от раннего заря ищу тебя, հենց առավոտ կանուխ հելանք պետք է երեսը փնտրենք, ու ուզում եմ հետո կարդամ, գիտեք, այստեղ մի շատ կարևոր բան է կա, ասում է и плоть моя տամից от тебя, մեր մարմիններ հանգստանալ է ուզում, արդեն չարճարված, այդ դաժոր հիվանդությունների մեջ է, սեսել է անապատ, Դավիթը Սաղմոսների մեկի մեջ ասում է, как мне прославить тебе на чужом земле, հիվանդությունը օտար հող է, նեղությունը, անապատը օտար հող է, հա, как мне прославить, ուզում եմ գամ տեղն ընկնեմ, ուզում եմ ինձ հետ բերես քո ծածկոցի տակ, ու երբ որ նայում ենք, ասում է, по тебе томится и плоть моя, հիշում եք Դավիթն ասում էր, и плоть моя успокаивается в тебе, մեր մարմինն էլ է իր մեջ հանգստանում, մեր հոգին էլ է խաղաղվում մինակ իր մեջ, Կարդում ենք առաջ, чтобы видеть силу твою и славу твою, как я видел во святилище. Այո, как я видел, ինքը արդեն տեսել, ինքը արդեն համատեսած մարդ էր, ինքը դրա համար էլ նեղությունների ժամանակ նեղության վրա չէր հարձակվում։ Ամենամեծ սխալն է, երբ որ մենք նեղության ժամանակ նեղության հետ ենք կռիվանում։ Մեկ է մենք նրա հետ գլուխ դուրս չենք գալու, եթե դաժե մեղքի հետ որոշել ես կռվելու, դու պարտվելու ես։ Ինչ պետք է անես դու մեղքին։ Ով է հաղթել մարդկանցից։ Մեղքին հաղթողի անունն Հիսուս Քրիստոս է։ Ինքն ասեց կատարվեցավ, ու երբ որ դու ես ինֆորմացիան առնում ես, որ ինքը կատարվեցավ ու կա միտեղ, որտեղ որ դու գալիս ես, արդեն քո վրա ազդեցողություն չունի։ Ոչ թե դու էլ չես անում, ախպերն ասես թարգել եմ։ Թարգելը մի ուրիշ բան է, ազատ լինելը մի ուրիշ բան է։ Գալիս ես միտեղ, որտեղ որ դու վերապրում ես ունենում, որ չկա, այսօր կորավ։ Իսայի 41-ի մեջ ասում է՝ «Будешь искать врагов твоих и не найдешь»։ Ես եղել եմ, փնտրել եմ, տեսել եմ մարդիկ ձուկ, պիվա, դրած ուտում, ես դենց իրավիճակով տեսնում եմ, ինձ քաշում էր կամ դեղ են բացում կներեք 1000 անգամ, ու ես զգացել եմ, որ ուրա են թշնամին որ մեջ չկա։ Չկա, будешь искать врагов твоих и не найдешь его։ Որովհետև ով էր Իզբավիթելը, որովհետև ինքն էր, իր մեջ էր այդ ազատությունը, որի մեջ որ ես ապրում եմ ու վկա եմ, հիմա էլ վկայում եմ։ Իր հետ ապրողը չի կարա վկայություն չունենա։ Ամեն, ուզում եմ մի հատ 61-ի մեջ կարդանք նորից, «Только в Боге успокаивается душа моя, от Него спасение мое». Նայեք, սրանք որպես բառեր մենք արդեն այնքան ենք խոսում, որ կրոնական է դառնում։ Հա, պրոստը խոսում ենք, բայց գործում ենք։ Только в Боге успокаивается душа моя, բայց մեկ է տեսնում ես իրավիճակի մեջ սկսել ես դու գործելը։ Համբերություն չունենք, որ սպասենք ինքը գա գործի։ Գիտես Տերը ասեց ինչպես դու պայեցիր իմ համբերության խոսքը, դենց էլ է գրադյուշեմ բանի այս վիճակի մեջ որ գալիս է հիմա, մենք սաղս տեսնում ենք ինչ է գալիս, հա, սրա մեջ էլ ես եմ քեզ պայելու։ Մենք ավելի լավ է համբերատար սպասենք ամեն իրավիճակի մեջ իրան, որ իրան տեսնենք։ Գիտեք, ստեղ մի բան էլ եմ ուզում։
Կարտանք իրար հետ, էլի 61-62-ը հայերենով, հա, ես միշտ ուզեցել եմ, որ գիտես, այս ինչ բանի համար Տեր ուժ ու կարողություն տուր, սենց աղոթք եմ ունեցել, ուժ ու կարողություն տուր, հա, ես մի անգամ Եհովայի վկաներից մեկին լսում էի, հենց մի հետարքիր հեքիաթ էր պատմում, ասում է, բանը, զորած ուժն է, ասու Սուրբ Հոգին, այսինքն յանում Տերն ասում է, անուժս գնա գործի, դենց էլ բան եղնի, անուժս, հա, լպատկերացրեք հեքիաթի վիճակը։ Ես մի ձևի եմ հասկանում, եթե ինձ պետք է որ եղբայրներից մեկը ուղղնի, ինքը գալիս իր ուժով մասնակցություն է ունենում, համաձայն եք թե չէ։ Եթե մեր ասու ուժն է պետք, իր ներկայությունն է պետք։ Առանց իր ներկայության իր ուժը առանձին իրանից չի գործում, որ քեզ ուժ տա, ասի գնա գործի։ Դրա համար մեկ Տեր ջան ուժ ու կարողություն տուր։ Ես չեմ էլ հասկանում։ Ես սաղ սաղմոսները կարդացել եմ, չեմ հանդիպի որ Տերը ասեն Տեր ջան ուժ ու կարողություն տուր, էլի։ Հասկանում ես, ուժ ու կարողությունն իր մեջ է։ Հիմա նայեք կարդանք իրար հետ 62-12 խոսքն է, однажды сказал Бог, и дважды слышал я это, что сила у Бога. Что сила у Бога, только в нем сила. Այսինքն, եթե դու ուժում ես ու կարողություն ունենաս, պետք է իր մեջ գաս։ Իր մեջ է ուժ ու կարողությունը։ Դրա համար կան միջոցներ, միջոց է աղոթքը, միջոց է կարդալը, սրանք սա միջոցներ են։ Երբ որ ասում են շատ կարևոր է աղոթքը, կարան դենց քեզ խապեն մտցնեն միտեղ, որ դու աղանդավոր դառնաս։ Ամենամեծ կարևորությունը տաս աղոթքին ու տեսնես որ մի հատ ժամերով աղոթող ես, 5 ժամանոց աղոթող ես, բայց Տերը հետ կապ չունի քեզ հետ։ Հələ դաժե աղոթներ կա, որ ասում է մերսկը, պիրիտ Գոսպեդը։ Համաձայն եք որ կարա տենց լինի, որովհետև մեզ պետք չի որ լավ աղոթողներ լինենք, մեզ պետք չի որ լավ կարտածողներ լինենք, առավոտ 12-ից մինչև իրիգունը 12-ը կարտածողներ լինենք։ Մեզ պետք է որ աղոթքի ու կարտալու միջոցով իր հետ ճանաչողներ, իր հետ մեգացողներ լինենք։ Այս միջոցը օգտագործենք իր հետ մեկանալու համար։ Թե չէ որ ակցենտը դրեցինք աղոթելու վրա, կորելու ենք։ Ֆարիսեիները ժամերով աղոթում էին։ Մեզից է շատ կարդում էին։ Ու շատ էին կարդում։ Բայց ամենակարևոր մտածելակերպը, որ ինչի համար անեմ այս ամեն ինչը։ Ես միշտ եմ հարց ունեցել, որ ինչ նոր չեմ հասկացել, ես իմ տիրոջը միշտ հարցրել եմ։ Օրինակ ինձի համար օտար լեզուները վրեժնոր ասեց, ինձի համար եղել են մի բան, որ նոր չեմ հասկացել, ասել եմ Տեր ջան, ինչի պետք է աղոթեմ, եթե ես չեմ հասկանում։ Ու գիտես, տիրոջը դեմ նոր ազնիվ գալիս ու ազնվանում ես, ու իրոք ուզում ես հասկանաս, եթե մի բան քեզանից է, իշկան է մարդու համար անհասկանալի եղնի, սա աշխարհն որ ինձ գիժ համարի, ես դա անելու եմ, որովհետև ես իրա երկրպագ ունեմ, ես իրան պաշտողն եմ, ես իրա խոսքը պետք է պահեմ։ Ես ամենակարևոր բաժին որ առաջիններից մեկը հասկացել եմ մի երեսիդ խփի մյուսը դեմ դուր, գիտեք ինչի համար, որովհետև գիտեմ ով է ինձի պատվեր տալիս դա անելու, ով որ իմ համար կյանքը չի խնայ, դժվար թե ինի ուզենա մի բան ինձի վատանի կամ ցածրացնի, հակառակը ասում է տիրոջ վրա հուսածողներն ամոթով չեն մնա, ինքը փրկել է ուզում, ոչ թե ունիժատենել է ուզում, ինքը քեզ այդ իրավիճակի մեջ բարձր պահել է ուզում, ոչ թե ցածրացնել է ուզում։ Ամեն Եթե իր համար, իր անվան փառքի համար ես անում։ Գիտեք, չգիտեմ ինչի համար սրտից դրվեց մի երկու բան օտար լեզուների համար ասեմ, նախ առաջինը ես նոր կարդացի «Дважды почитал, что сила у Господа»։ Ու երբ որ մենք տեսնում ենք, երբ եղավ որ մարդը ուժ առավ, հա, ասում է «И когда деяния апостолов», գործարակելոց առաջի գլխի մեջ ասում է «И когда сойдет на вас Дух Святой, тогда примите силу». Այսինքն ինքը իր ուժովը գուկա ձեր կյանքի մեջ։ Когда сойдет на вас Дух Святой։ Ու իշքան կարևոր է որ ես հասկանամ Дух Святой пришел или не пришел, и говорит Маркոս Ավետարանիչն ասում է «Будет сопровождать вам сии знамения», 16-րդ գլխի մեջ է 15 խոսքից է սկսվում։ Будет сопровождать сии знамения. Именем моих будете изгонять бесов, будете, но ամենանորից կարևորներից մեկն է будете говорить на незнакомом языке։ Ու մի հատ էլ որ շատ կարևոր տեղ ուզում եմ հռոմեացիների գլխից իրար հետ կարդամ, գիտեք, նենց հետարքիր է մեր նեղությունների ժամանակ շատ կարևոր եմ համարում, որ մենք իսկական ճիշտ աղոթենք։ Ես շատ ժամանակ իմ նեղությունների ժամանակ չեմ կարացել հասկանամ ինչ աղոթեմ։
ինչ խոսամ, ինչ աղոթեմ։ Ուզում եմ միտեղ իրար հետ կարտանք։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 12-րդ, это 8-26-րդ խոսքն է, также и дух подкрепляет нас в немощных наших, մեր նեղությունների մեջ, ибо мы не знаем, о чем молиться, как должны, но сам Дух ходатайствует за нас воздыханиями, неизречениями. Հիմա նայեք, հետարքիր մի բան որ ստեղ ուզում եմ որ տեսնենք, ասում է, ибо сами не знаем, что в это время молиться, в немощных наших. Сам Дух знает. Իշքան կարևոր է այդ ժամանակի մեջ ես իրոք են խոսածվի իմ բերանից, որ նոր իմ անձիս համար պետք ու կարևոր է։ Ինչ գիտեմ այդ րոպեի մեջ որ իմ գլխից ցավը թողնի, լավ է վերջանալու թե ոչ, եթե հիվանդությունը ինձ այդ ժամանակի մեջ թողնի, ես հետ եմ դառնալու թե դեպի նորից Աստված եմ գնալու։ Նեղությունները հատկություն ունեն մեզ բրտելու, բերել տեղ հասցնելու։ Ես մի հատ էլ հետարքիր բան միտքս ընկա, որ երբ որ Իսայի 11-րդ գլխի մեջ կարդում էի ասողքին գիտության, իմաստության, խորհուրդների, զորության հոգի է, բայց եւ երկյուղի հոգի է։ Այ գիտությունը, իմաստությունը, խորհուրդներն ու զորությունն որ չեն հերիքում, երկյուղը հատկություն ունի մեզի հրելու ծածկոցի տակ գցելու։ Փառք իրան այդ երկյուղի համար էլ։ Փառք իրան նեղությունների համար էլ։ Ու մի հատ էլ տեղել ուզում եմ էլի նայենք իրար հետ Կորինթացիների 14-րդ գլուխ 2-րդ խոսքից, նենց հետարքիր է Տերը խոսում, երբ որ խոսում ենք Առաջի Կորինթացիների 14-ի 2-րդ խոսքը. Ибо кто говорит на незнакомом языке, тот говорит не людям, а Богу, потому что никто не понимает его. Он тайно ходатайствует, он тайно говорит с Богом. Հիմա ուզում եմ իշքան կարևոր է որ գիտենաս գնացել է իր մենախոսության, թե գնացել է իր ու խոսացից Տիրոջ հետ։ Ստեղ հստակ պատվիրիժդեյնի կա. Он тайно ходатайствует перед Богом. Գիտեք մի հատ էլ տեղ կարդամ, Չորրորդ խոսքը, кто говорит на незнакомом языке, тот назидает себя. Մնացածը պարարոչիստվայի համար է, չեմ ուզում տեղ մտնեմ փառքասու ավելի լավ կլինի, որ մենք եւ եկեղեցին կարանանք նազիդատ ենք։ Մարգարեությունը էլ ավելի մեծ է համարվում, որովհետեւ մարգարե նշանակում է Աստծո բերան։ Դառնաս Աստծո բերանն ու դիմացինի դե խոսես, շատերի խոսես։ Բայց մեր ազգը Աստվածաշունչն ասում է, «Окончи дело твое в поле твоем, а потом я обустраиваю дом твой»։ Հələ հարցերը ստեղ չի լուծված, հələ դու կառուցված չես, ինչ կարաս անես։ Հա Պարզոր տունը ապուստրայվատայոնելն ավելի կարևոր է, բայց անձերս մինչև կառուցված չլինի մենք ոնց կարանք տունը։ Ես մի հատ էլ սենց հարց կարընձի համար, ասում էի Տեր ջան, բորեսոդար լեզուներով խոսամ, միտքս գոնա չհասկանա ինչ եմ խոսում։ Թող միտքս հասկանա էլի, չէ ինչի պիտի խոսեմ, եթե չեմ հասկանում, Տերս պատասխան ունի, եսի բերտում առանց որևէ մի մարդու է սովորացրել Տերն ինձ։ Պատկերացնում եք, ես այս հարցերը բերտում Սուրբ Հոգուն տվել եմ ու պատասխաններն առել եմ։ Գրված է 14-ի 14-ում, ибо когда я молюсь на незнакомом языке, то дух мой молится, но ум мой остается без плода. Նորմալ է, նորմալ է։ Եթե Աստվածաշնչի մեջ է գրված, ուրեմն շատ էլ նորմալ է, այստեղ ես էլ անհանգստանալու ոչ մի բան չունեմ։ Եթե ամեն ինչը պատվիրժդած է եղնում Աստծո խոսքով, ես էլ չեմ էլ ուզում որ չգիտեմ էլ ինչի համար ստեղ մտա։ Դաշե եթե մի հոգու էր պետք է այս հարցերը մեկ-մեկ ունենք ու չգիտենք ինչ անենք։ Դե լավ դե։ Դե լավ դե չի, մենք այդ հարցերը պետք է ազնվանանք Տիրոջ հետ ու պետք է խոսենք։ Օրերից մի օր անօրենը դրա վրա շատ լուրջ աշխատանք է տանելու։ Շատ լուրջ։ Ես ասում փառք եմ տալիս մի տեղ ենք, որտեղ որ այս մեկը մեզ չի ասի օտար լեզուներով մի կաղոթեք։ Փառք Աստծո։ Փառք Աստծո ամեն ինչի համար նորից ու նորից շատ մի կարևոր բան իմ ու ձեզ համար։ Ամենակարևորը միակ նպատակը ինքը լինի ու հավիտենությունը։ Գիտեք ինչի համար եմ ավելացնում հավիտենությունը, որովհետև ինքը ավել չէ, ինքը հենց ճիշտ տեղին է։ Եթե չլիներ հավիտենությունը, Աստվածաշունչն ասում է, մեր սա հավատը հեշտարի պետք է։ Պատկերացրեք, մենք կանչված ենք իր մեջ լինենք, ինքն էր Նոյի կավճեկը։ Սա հին զավետը ինքը խորհուրդների գիրք է։
խորհուրդների Քրիստոս է ներկայացնում, պրոստը երբ որ Սուրբ Հոգով մտնենք, կտեսնենք, որ սա հին Զավեթը Աբրահամն ու Իսահակը գնացին, Սարի անունը Գողգոթա էր, Հայր Աստված որդին մարգարեություն էր, որ նոր եղավ, ով դրևան տարավ իր վրա, ինչ է, սա այդ պատմությունն է, սա Քրիստոս է խոսում։ Ու փառք Իրան, ու այդ ամեն ինչը ամենակարևորը մեր փրկության ու երկինք գնալու համար է։ Ամեն։ Բարև ձեզ։ Իմ անունը Վրեժա, ես 34 տարեկան եմ, դրանց 34 տարից 30 տարին Ռուսաստանում եմ ապրել, կներեք կարող է վատ եմ խոսում հայերեն կտնես, բարեր կա ռուսերեն կարող է լինի, ուզում եմ մի հատ վկայություն տամ, ինչ տիրոջ ողորմությունը, ես որ հիմա ստեղ կայնձեմ, ժիվ զդարով որ կայնձեմ ձեր դեմ է տիրոջ ողորմությունն է, որ ես 19 տարի օգտագործել եմ ծանր նարկոտիկներ, 15 տարեկանից սկսել եմ ծխել, հետո խմել, 16 տարեկանից արդեն ծանր նարկոտիկներ եմ օգտագործել, 2 անգամ կլինիկի սմերտ եմ ոտեղել, մահացել եմ հետ եմ եկել, այդ էլ տիրոջ ողորմությունն է, որ բժիշկները արդեն հույս չեն տալի, ասում են, սո արդեն մահացիրտս էլ չէր խփում արդեն, բայց հետ եկամ երկրորդ անգամ նույն էլի թարգում էի, էլի սկսում էի, էլի կես տարի անցնում էր, էլի սկսում էի օգտագործել, չէի հասկանում։ Տենց անցավ տարիներ, հետո ամուսնացամ, թարգեցիմ, հետո էլի մի 5 տարի չէի օգտագործում, հետո էլի դուրս ելամ, էլի ընկամ նենց կոնտինգենտ, որ էլի սկսեցի օգտագործել ու վերջի արդեն մի տարի առաջ ես պարկած էի տեղերից վրա, 3 ամսվա մեջ բուկվալ այդ սաղ դարավ, պարկած էի տեղերից մեջ, չէի կարում հելնեի, շարժ էի դեժը գլուխս, թոքերս հիվանդեր, գեպատիտ ունեի, շատ վատ վիճակեր են, որ սաղ սպասում են էսա, մի շաբաթ էլ կմահանա, էլի վաբշե շատ վատ էր վիճակը, օրերի հաշվեր, էլի, մեռնելու վրա է արդեն սաղ արդեն ձեռներն է քաշել են ինձնից են, որ չէին հավատում, որ բան կլինի, ու տենց ստացվեց, որ Ռուսաստանից ստիպված ես եկամ Հայաստան, դետ էլ չգիտեմ ոնց տենց ստացվեց, բայց ստիպված եկամ, չէի կար անդեմնա, եկամ Հայաստան, ուզեցիմ էլի մենակով մարդկայինով իմով, ասիմ լավ, կարամ, ուժեղ տղա եմ ես, կարամ, ապրեմ ստե, իմացամ, ստե մի առ ժամանակ ստե պետք է ապրեմ, ստիպված ուզեցիմ էլի մենակով անեմ, ունենց ստացվեց, որ ստեղ էլ 4-5 ամսվա մեջ, անենց տուպիկ ընկան, որ արդեն չստացվեց, ինչ արեցիմ չստացվեց, անենց տուպիկովի սիտուացիա ստեղծվեց, որ արդեն ձեռնես ինչ ասրել է, ասեմ մեռնեմ ավելի լավա, քան ստե ապրեմ, էլի չի ստացվում ոչ մի բան, որ վերջի րոպեներն էր, էլի, արդեն ու մի հատ զանգ եկավ, այդ էլ տիրոջ ողորմությունն էր, զանգեց մի հատ հովիվ, չեմ ճանաչում, այստեղ Երևանում վաբշե ոչ մեկ էլ չունեմ Հայաստանում, մենակ եմ ստե, թակ մենակ, մի հատ հովիվ զանգեց ինձի, խոսած հետս, բացատրեց, ասեց ստեղ, կարող ուզում ես Աստծուն ճանաչես, ես Ռուսաստան եղել եմ խրիստիանսկի կենտրոններ, բայց կարճ ժամանակ, սկսում էին օտար լեզուներով աղոթել արդեն, սո վեշեր ես հավաքում, ասում ինչ սեկտա եմ ընգետ, այնց խարը, էլի շատ, ես գիտեի թե իմ հավատքը կա, հետա որ կա, ու սո ինձ ես Աստծուն ճանաչում եմ, սո իմ մոտ սաղ լավ է, բայց դե շատ աշիբալս է, էլի, դժողքի եմ, որ արդեն մի ոտով ընդեղ դժողքում է, այդ վերջի են, տենց ռոպեներից տեր ինձի ողորմություն արեց, ու մյուս օրը ես տեսամ այդ հովին, խոսացիմ հետը, մի երկու օր շփվեցինք հետը, ինձ ասեց ստեղ Հայաստանում կա ռեաբիլիտացիոն ցենտր, վերականգնական կենտրոն, կա ուզում ես կարող է այդհաս, ասիմ լավ, մոտ վիխադել չկար, որ կամ պետք է թայ մեռնեի, կամ պետք է թայ եկամ կենտրոն, մի ամիս կենտրոնում ապրեցիմ, հասկացամ շատ դժվար ինձ, համ էլ իմ մենտալիտետը ուրիշ է, սաղ կյանքս փոքր վաղտանց Ռուսաստանում եմ ապրել, շատ դժվար է ինձ տեղ, էլի։ Մի ամսից տենց լեզու չգտամ մարդ կար, դրանց հետ, խառնվեցիմ, հելամ գնացիմ կենտրոնից ու
24 ժամ չանցավ, ես անենց մի հատ սիտուացիայի մեջ ընկամ, էլի խառն է, չգիտեի ինչ անել, այնպես մարշրուտկով եթում էի, դաժե չգիտեի ուր էի եթում, պրոստը եթում էի, էլի միտեղ ու մի հատ տղա ինձ նստած նայում էր, ուղիղ sense նայում էր, իջա մարշրուտկից հետևից, մինչև վերջի կանգ առա ինքը եկավ հետս, իջավ հետևիցս, մոտիկացավ, ասեց կարելի է քեզ մի երկու բառ ասում կարելի, ասում է սիրտդ բացի, ասում է Աստված մեջքիդ հետևա կայնած, ասում է բացի թող խես փագել։ Ես вообще չեմ ճանաչում այդ տղուն, առաջի անգամ ասում խես ինձ այդպես բան ասում է չեմ սրտից դրես Տերը ասեց, այդպես մոտիկանամ քեզ ասեմ։ Ես էլ խառնվել եմ, էլի չգիտեմ իրան ինչ ասեմ, ասում եմ լավ, ասում դու ինձ անծանոթ տղա ես, ասում եմ ասա կա թե չկա, էլի ուզում եմ իմանամ, արդեն խառը վիճակեր են, որ չգիտեի вообще, այնպես տուպիկեր են, որ Էթում է չգիտեի ուր է էթում էլի, sense մենակ կնիկս երեխես Ռուսաստանում, սաղ տնեքս նայեցիկս Ռուսաստանում են, մենակ եմ էլի, ստե մնացի։ Ու դրանից հետո հետ եկամ կենտրոն, 24 ժամ չանցա, որ մյուս օրը Իրիգունը գնացել էի, արդեն ցերեկա եկամ կենտրոն հետ ու սկսեցի Աստծուն ճանաչել, Փառք Տիրոջս Սուրբ Հոգով մկրտվել եմ, Ժիվ զդարով կայնացեմ, Տիրոջ ողորմությունն է, էլի, էտա, մերսի շատ Փառք Տիրոջը։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, անունս Ալիկա, ես էլ երկար տարիներ Ռուսաստանում եմ ապրեմ, որից 12 տարին նստած եմ եղել իհարկե, 21 տարի էլ նարկոման, սենց ասեմ, ես մի 2 տարի Հայաստան եմ եկել Ռուսաստանից ու ունենց եղավ, որ մի հատ շատ ահավոր պատմության մեջ ընկա, որտեղ որ առաջի անգամ մեղավոր չէի։ Սպանության գործով հիմա դատվում եմ, ուրեմն այս մի տարուց ավելի դատերը գնում եմ, ամսի 5-ին դատս էր գնացի, հետաձգեցին, մինչև ամսի 25-ը ասեցին, եկա տենց, այս ամսվա 25-ը, եկա տենց, հիմա կենտրոնում եմ գտնվում, բժշկել անձի տերը, ու կենտրոն եկել եմ շատ անենց մի բանով, որ վկայությունն եմ լսել, էդիկ աղբոր, ու մի անգամից ասել եմ, այսով այս աղբերը, քթեք ընձի տարեք ընդ է, ու եկել եմ Փառք Աստծո, հիմա բժշկվել եմ, վերջը, որ ջան, դատս էր ամսի 5-ին, տենց գնացի, հետաձգեցին ամսի 25-ին, ուրեմն ամսի 11-ին, դա կաբիշնը, կենտրոնում աղոթքից հետո, սերտումից հետո, տենց տանը նստած կենտրոնում էլի, զանգ եկավ, անծանոթ համար, վերցրեցի դատավորը սա, պրամոյ դատավորն է, զանգ է, ունձի ասում է, այդ տղա ես ուր ես, ասի ոնց ուր եմ, կենտրոնում եմ, ինչ կենտրոն այդ տղա, հենց հիմա վեշ մեշոկըտ հավաքի, արի գնում ես կալանքի, բերդ, ոչմ մի քիչ խառնում է իրար, վազելով գնացի էդիկ աղբոր տուն, ասեցի, որ սենց, ասեց Ալիկ ջան, մի խառնվի իրար, մենք Աստված ունենք, տենց աղոթք արեցինք, էդիկ աղբոր տղու հետ, Էրիկիս հետ նստանք գնացինք, բայց վեշերը չեմ հավաքի գնացի, առանց վեշերի, որտև հավատում էի, որ հետ եմ գալու, տենց գնացինք ճանապարհին էլ Էրիկիս հետ աղոթք անելով, հասանք դատարան, ուրեմն ասեցի, որ եկել եմ Ֆարխոյանը ինձ կանչել է, դատավորը, կանվոյներ եկան, զգացի, որ տանում են Բերդ, իրոք տանում են Բերդ, եկ դրա համար են եկել, կանվոյներ եկան, ասին ջեբեր էդ ինչ կա, հանձնի հետի տղուն, Էրիկին, հանեցի, տվեցի Էրիկին, ու գնացի մտա դատարան, տեսա, որ դատավորի մոտ, տեսա 3 հոգի նստած են կանվոյ, կանդալներով, որ ընձի պտի տանեն Բերդ, ասեցի, գիտեք ինչ, պարոն Ֆարխոյան, ասի ես հիմա գտնվում եմ կենտրոնում, ինքը չգիտեր դրա մասին, բժշկվում եմ, ասեց, ով այդ տղա մի գլուխս արտուկ, ասի չէ, ասի ես դրա համար չեմ ասում, որ դուք ընձի խղճակ,
ասին այնտեղ ես գնացել եմ տիրոջ փառքն եմ գտել ու բժշկվել եմ ամեն ինչից։ Հիմա տիրոջ հետ եմ ապրում։ Մեկ է sense նայես դեմքիս արդեն ստորագրել էր, որ всё, ինձ պետք է տանեն կալանավորեն, թուղթը տալիս են ու տանում են Բերդ։ Նայես դեմքիս, արա ասես չեմ հասկանում ինչի համար, բայց մեկը ոնց որ ինձ ասի քեզի չկալանավորեմ։ Թուղթը վեկալես ճղեց։ Թուղթը վեկալես ճղեց, ասես լավ, նորից խափանման միջոց եմ տալի 3 ամիս գնա, 3 ամիս հետո դատդ կլինի, բայց մի վարքյան եթե ուշանաս, այս անգամ կկալանավորեմ։ Փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, հիմա գտնում եմ դուսը։ Գործն էլ սպանություն է իհարկե, ամեն մարդու չեն թողում դուս, փառք Տիրոջը։